Ինչ վերաբերվում է այդ խաղաղության համաձայնագրին, դա նախաստորագրված միջանկյալ փաստաթուղթ է, որևէ միջազգային արժեք ներկայացնող պայմանագիր չէ, եւ այդ նախաստորագրված փաստաթղթից հետո Իլհամ Ալիևը չի խորշել եւ ասել է այս աշխարհում ուժի հնարավորությունը գերակայում է իրավունքի իմպերատիվին, կարևորությանը, այսինքն էական չէ, որ դու արդարացի լինես, էական է դու ուժեղ լինես, եթե Ադրբեջանի նախագահը այս սկզբունքով է առաջնորդվում, նշանակում է ամեն ինչ չի միանշանակ, հիմա դե մահմեդական սոլիդարության համատեքստում կարող են նմանատիպ մրցանակներ տրվել, որովհետև դրա հիմքը դեռևս չկա, ինչ կամուրջի մասին է խոսքը գնում, կամուրջը ես որպես իմ առաջի կրթությամբ նաև ճարտարապետ ասեմ, բացի նախագիծը, պրոյեկտը, պետք է մարմնացում ունենա, որ դու ասես կամուրջ կա։ Կամուրջի պրոյեկտը դեռևս կամուրջի վկայության մասին չի խոսում։ Այսինքն այդ նախագիծը, խաղաղության փաստաթղթի միջանկյալ փաստաթուղթը, որը վավերացված է, դա պրոյեկտի մասին է։ Կամուրջը հələ չկա։ Ես հարցը ձևակերպեցի, ինչու իրենք մտահոգություն չունեն, որ այդ խաղաղության համաձայնագիրը կարող է չստորագրվել։ Ուրեմն նշանակում է իրենք մտահոգություն ունեն եւ դրանով պայմանավորված շնորհում են ու այդպիսով փորձում են կառավարելի պահել այն իրավիճակը, որ այս պահին կա եւ մենք կոչում ենք խաղաղություն։ Ես իմ տեսակետը այդ մասով ասեցի, քանի որ իրականությունը չենք կարող իմանալ, ասացի գուցե մահմեդական սոլիդարություն է։ Ով գիտի։ Այսինքն մենք այդ ներքին խոհանոցից տեղեկատվություն չենք կարող ունենալ եւ չենք կարող գուշակություն անել, հետեւաբար կարծում եմ եւ մահմեդական սոլիդարության համատեքստում կարող է լինել, ժողովրդի լեզվով ասած, այն թանկարժեք կուտ կոչեցյալը, որ լցնում են sense գետնին, տարբեր տեսակի արարածներ, որոնք հավից չեն տարբերվում, որ այդ խայծը կուլ տան։ Սա է, որովհետեւ գետնի վրա խաղաղությունը պետք է ունենա իրավաքաղաքական հենք, որը կպաշտպանվի նաև նյութական եւ ինտելեկտուալ հնարավորություններով։ Ինտելեկտուալ հնարավորությունը ռազմավարություններն են, նյութականն էլ քո պոտենցիալը, տնտեսությունը եւ զինված ուժերի կացությունը։ Եթե դու այդ երկու հանգամանքում բաց ես տեսնում, ստացվում է, որ այս մոտեցումը գուցե եւ մահմեդական սոլիդարություն է, ով գիտի։ Իսկ ընդհանուր տպավորություն չունեք, որ այո, շարունակում են միջազգային դերակատարները հետևել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ընթացքին, այդ խաղաղությունը կառավարելի դարձնելու process-ին։ Բայց ապագայի վրա երաշխիք ունեն։ Որովհետև մենք հիմա ունենք նաև այդ հրավերը խաղաղության խորհրդին միանալու, ասում են Թրամփը պատահական չի, որ համ Ադրբեջանի ղեկավարին է կանչում, համ Հայաստանի ղեկավարին է կանչում։ Ով է նախաձեռնողը այդ միջոցառմանը։ ԱՄՆ նախագահը։ ԱՄՆ նախագահի վերջին հայտարարությունները Գրենլանդիայի, Կանադայի նկատմամբ չեք լսել։ Լսել ենք եւ դրանք խաղաղության ծիրում ամենևին էլ չեն։ Ամենևին էլ չեն ու երբ որ Եվրոպայի առաջնորդները նրան պնդում են, ասում են, որ մոտեցի կառուցողական հուն, ասես դուք ինձ խաղաղության Նոբելյան մրցանակ չեք տվել, հետեւաբար Միացյալ Նահանգները կդիտարկի նաև խաղաղությունից դուրս այլ մոտեցումներ էլ իր շահերով պայմանավորված։ Աննման արտահայտություններ անող առաջնորդը նախաձեռնել է խաղաղության ֆորում։ Այլաբանորեն ասեմ, դուք պատկերացրեք, ասենք, եթե գայլերը նախաձեռնեն Գառների իրավունքի պաշտպանության ֆորում։ Գիտեք, քաղաքականությունը հնարավորինի արվեստն է եւ ցանկացած իրադարձությունից անդին շատ կարեւոր է նայել ենթատեքստը։ Նույն պլատոնյան սկզբունքով։ Մենք բոլորս պատկերացրեք մանավանդ այն քաղաքացիները, որոնք ոչ հատուկ տեղեկատվության են տիրապետում, բայց ուզում են հասկանալ իրավիճակին։ Մենք բոլորս քարանձավում կապված արարածների ենք նման, մարդկանց ենք նման, արտաքին աշխարհից պատկերացումներ ենք կարողանում կազմել արտաքին աշխարհում շողքերի դասավորվածքով։ Հիմա այդ շողքերը մեզ ուրիշ բան են ասում, բայց անում են ուրիշ բան։ Նշանակում է մենք ոչ թե ասածին պետք է նայենք, այլ գործերին պետք է նայենք։ Հիմա երբ որ մի իրավիճակում, երբ որ միջազգային կարգը չի գործում, այսինքն այն հիմնարար սկզբունքները, որը ՄԱԿ-ի ստեղծման առավելության են եղել, տարածքային ամբողջականություն եւ ազգերի ինքնորոշում, չի գործում ամենաբարձր տերությունների մակարդակով, այդ միջազգային կարգը պաշտպանող տերությունների մակարդակով։ Դուք ոնց եք ապավինում թղթերին, ոնց եք ապավինում խոսքերին, եթե պետք է հասկանաք, որ գործերի աշխարհում ենք
ապրում եւ քո իրավունքների համար դու պետք է հնարավորություն ունենաս պաշտպանության ելնելու։ Այսինքն քո գլխավոր առհավատչան գոյություն ունենալու եւ քո իրավունքները պաշտպանելու քո գործն է լինելու։ Պատահական չի, որ շնորհապետական կուսակցությունը իր համար կարգախոս է ընտրել, գործը ծնում է ուժ, ուժը իրավունք։ Այդ ուժը ծնում է իրավունքը Նժդեհյան սկզբունքը, որ Նժդեհով հայ ժողովուրդը անդադ քարոզում է։ Իրականում ժամանակին Նապոլեոն Բոնապարտն է ասել, Նապոլեոնից առաջ կամ ժամանակներում Կլաուզովիցն է ասել, նրանցից առաջ Սունցզին է ասել, դրանից առաջ շատ-շատերն են ասել, կարող ենք բավականաչափ հեռու գնալ, ընդհանուր միջև ուրարտական դարաշրջան, երբ որ մեր արքաները ասել են։ Հիմա իհարկե մոդայիկ է դարձել տարբեր տեսակի սին լքորներ հայք նահապետին կարող են ծաղրել, բայց ամեն դեպքում հայկազունիների դինաստիայից սկսած ուժը ծնում է իրավունք, բայց ինչն է քեզ ուժեղ դարձնելու, ոչ թե խոսքը, ոչ թե թուղթը, այլ գործն է ծնում ուժ։ Մենք տեսել ենք գործ, արված գործ։ Ինչու չենք տեսել, պարոն Սիմոնյան։ Հիմա մենք ունենք թրիփի վերաբերյալ վերջին հայտարարությունը, կարելի է անվանել լրացված հայտարարություն, որտեղ հստակեցվել են որոշ մանրամասներ կամ համաձայնություններ հստակեցվել են, արդեն հայտնի է, որ այդ ընկերությունը ստեղծվելու է 74-26% հարաբերակցությամբ, բաժնեմասերի 49 տարով, եթե չեմ սխալվում։ Ում անունով է այդ նախագիծը։ Թրամփի։ Թրամփը, եթե չեմ սխալվում, 80 տարեկան է, հեսա շուտով դառնալու։ Հա, բայց նույն թերահավատություն ունեիք, երբ որ Հայաստանը ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերություններ հաստատում եւ ասում էին։ Ում հետ է հաստատել, մենք ում հետ ենք հաստատել։ Բայդենի վարչակազմի հետ, երբ որ հաստատում էին կամ դրա մասին հայտարարվեց, ասում էին երաշխիք չունենք, որ Թրամփի օրոք այդ ամենին ընթացք կգրվի։ Երաշխիք հիմա էլ չունենք, որովհետև Միացյալ Նահանգների սահմանադրությունը ով ընթերցել է, գիտի։ Միացյալ Նահանգների հետ ռազմավարական համագործակցությունները վավերացում են ոչ թե նախագահների հետ, այլ կոնգրեսի։ Կոնգրեսի հետ է վավերացված դա, ոչ։ 40 տարի կառավարման սկզբունքներով դու պայմանագիր ես վավերացրել, անունը կրում է մի նախագահի, որը 20 տարի եթե ապրի, ռեկորդ սահմանած կլինի։ Մարդը, ասենք 100 տարի չի կարող ապրի։ Հիմա իր անունը այստեղ էական է, պարոն Սիմոնյան։ Իհարկե, Թրամփը գնաց, մի տարի հետո ենթադրենք իմպիչմենտի ենթարկեցին, էլի անցած անգամ հիշում եք, որ ընտրությունների ժամանակ Թրամփը պարտվել էր, կոնգրեսը գրավեցին տարբեր անհատներ, անգամ մեկը կար կովի շորեր էր հագել։ Մտան կոնգրես, հետո ձերբակալություններ եւ այլն։ Դուք պատկերացնում եք, ենթադրենք մի տարի հետո իմպիչմենտի հարց բարձրանա, այնտեղ կարող քաղաքացիական սկսվի։ Իրար վրա կրակեն, մանավանդ այդ լարվածության հոտը զգացվում է։ Բա դու նախագիծ ես վավերացրել նախագահի անունով, որը նման քաղաքականություն է անում, որը Հյուսիսատլանտյան դաշինքն է քշերում, ըստ էության համագործակցության եզրը եւ ձեռքսեղմումներ է անում անձանց հետ, ովքեր որ իրենց հարևան պետությունների միջազգայինորեն ճանաչված պետությունների տարածքային ամբողջականությունը չեն հարգում եւ կանգնում իլուր աշխարհի ասում է դե 200-300 տարի առաջ նավերով չեք եկեք Գրենլանդիա, հիմա էլ մենք նավերով գալիս ենք էլի։ Այսինքն ի՞նչ է նշանակում։ Կարող է վաղը միսոլին ասեն դե 10000 տարի առաջ ոտով չեք եկել հայկական լեռնաշխարհ։ Հիմա էլ ենք մենք ոտով գալի։ Պարոն Սիմոնյան, լավ, այսպես ձևակերպեմ հարցս։ Եթե համեմատենք օրինակ 3 արտգործնախարար Արարատ Միրզոյանը հենց այդ բաժնեմասերի հետ կապված շատ կարևոր հայտարարություն արեց։ Հիմա եթե մենք համեմատենք, որ կարող ենք նմանատիպ գործակցություն ունենալ Ռուսաստանի հետ, մենք ունեինք նոյեմբերի 9-ով ունեինք, որ այդ ճանապարհի վերահսկողությունը պետք է իրականացնեն ռուսական ուժերը։ Հիմա համեմատության մեջ երբ որ դնում ենք, մենք կարող ենք ասել, որ համեմատության մեջ գոնե մենք մի քիչ լավ պայմաններով ենք Էլիզա ջան, ձեր ասածը, որպեսզի այլաբանորեն պատկերացնենք, մարդիկ հասկանան, հետեւյալն է։ Մենք ունենք ինքնիշխանություն, որը պետք է ասես թենես մեկը գրավի։ Ավելի լավ չի սրանք գրավեն, ոչ թե։ Չէ, ժամանակին մենք մեր կարևոր ռեսուրսները 100% բաժնեմասերով նվիրել ենք Ռուսաստանին։ Հիմա իրավիճակը փոխել։ Նվիրողը նվիրելա, որը պատասխան պետք է տա, հայ ժողովուրդը չի նվիրել եւ հայկական պետականությունը չի նվիրել։ Նվիրողը նվիրելա, պետք է պատասխան տա, ինչի է այդպես արել։ Հիմա ձեր ասածը հետեւյալն է, մենք ունենք Հայաստանի Հանրապետություն, որ պետք է զավթեն։ Ավելի լավ չի սրանք զավթեն։ Եթե զավթելու մասին է խոսքը, այո, ավելի լավ է սրանք զավթեն, որտեղ սրանք գոնե զավթելուց հետո երբ որ դուրս են գալիս, ինչ որ մի բան թողնում են։ Իմ ասածը ուրիշ բանի մասին է, իմ ասածը նրա մասին է, որ պետք չի թույլ տալ, որ որևէ մեկը զավթի։ Գործընկերության սկզբունք եկեք կիրառենք, եղբայր։
Ձեր ասած ասում է պետություն ունենք, դրել ենք աճուրդի։ Հիմա զավթողներ կան։ Չենք դրել աճուրդի, պարտված ենք, այս պահին կարողությունները չի ներում ավելի մեծ մասնաբաժին պահանջելու, դրա համար էլ դուք ընկել եք իշխանական ես նարատիվի փորձում եմ հակադարձել, ես չեմ, սա իմ պնդումները չեն, չենք պարտվել։ Որտեղ ենք պարտվել։ Չենք պարտվել։ Ինչն մենք Արցախ ենք կորցրել եւ գրել ենք մարդկային պարտությունով չեք կորցրել, դիվանագիտական ճանապարհով հանձնել են Արցախը։ Հիշեցնեմ եւ թարմացնեմ մարդկանց հիշողությունը։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, երբ որ պատերազմը սկսվեց, 27-ին ես զինկոմիսարիատում էի կամավորագրվելու, ասեղ գցելու տեղ չկար, ժողովուրդը դուրս էր եկել պայքարի։ Ադրբեջանցիների զավթած տարածքը ջերականի Ջաբրայելի հատվածում 20 կիլոմետր էր ընդամենը 20 կիլոմետր։ Ոնց եկան հասան Շուշի։ Նրանք զինված ուժերով չեն եկել Շուշի։ Ոնց են բերել հասցրել, ինչ մեքենանորով են բերել հասցրել։ Եվ 2023 թվականին, երբ որ Արցախի նկատմամբ ագրեսիան սկսվեց, պաշտպանության բանակը սկսեց կռվել։ Ինչ տեղի ունեցավ, ոնց սարքեցին ընենց, որ Արցախի ժողովուրդը թողեց դուրս եկավ, դասալիկ ընդեղի ղեկավարությունով հանդերձ։ Գնացին հանձնվեցին այդ դասալիկները։ Մենք չենք պարտվել, Արցախը կարսի նման հանձնվել է։ Որ պատերազմում եք դուք պարտվել։ Վերջի պատերազմը, որը որ եղել է պետական մասշտաբով, որ ամբողջ երկիրը լծվի պատերազմի մեջ, եղել է Սարդարապատում, այդտեղ մենք հաղթել ենք։ Այդտեղ մենք հաղթել ենք։ Հիմա ոչ մի պատերազմ չի եղել, երբ որ ամբողջ հայ ժողովուրդը պետական մասշտաբով լծվի պատերազմական գործողությունների մեջ։ Այն ինչ որ տեղի է ունեցել, ուղղակի սկուտեղի վրա հանձնելու ակտ է եղել։ Դուք չեք պարտվել, որևէ մեկը թող պարտություն ձեր պարանոցին չփաթաթի, եւ չկատարված գործը թող չասեն, դե Ժորժ ջան, մեկը պիտի մեր զավթեին։ Ավելի լավ է Մոնղոլի այտոսկրերով Պուտինը գա զավթի, թե դեղին մազերով Թրամփը կարմիր փողկապով։ Միանշանակ եթե զավթելու մասին է խոսքը գնում, ավելի լավ է Թրամփը գավ զավթի, որտեղ նրան զավթելուց հետո նրանք հերիք չի դուրս են գալիս, հələ մի բան էլ թողնում են, բայց իմ ասածը ուրիշ բանի մեջ է, չի թույլ տաս, որ ինչ որ մեկը քեզ զավթի։ Դե եկեք հիմա գնահատենք մեր այդ ներուժը, պարոն Սիմոնյան։ 7 տարի անցել է։ 7 տարվա ընթացքում ինչ ես արել։ Ստալինը 5 տարվա ընթացքում ամբողջ այդ 27 միլիոն քառակուսի կիլոմետր տարածության տնտեսությունը ոտի հանեց։ 7 տարվա ընթացքում բացի բամբասանքից ու աղոթելուց ուրիշ բան արել ես, հեսա կասեն պինականներ ա մտել Հայաստան։ Բրավո։ Սեզարները ուր են։ Ենթակառուցվածքները տուր են, էշելոնացված պաշտպանական գծերը տուր են, մոբ ռեզերվի կառավարման հանգամանքը ուր է։ Թոշակառուների գումարները ինչի չեն բարձրանում, աղբահանության ռազմավարությունը ինչի չես փոխել, ճանապարհները տնչի ամեն անգամ սարքելուց հետո ձմեռվանից հետո գարունը բացումա վիհեր են գոյանում, դրամը ինչի է արժե զրկվում, դրամ դոլար հարաբերակցությունը ինչի է մնացել նույնը, այն պարագայում երբ որ դրամի գնողունակությունը իջել է, թափառող շներ, մարդկանց սոցիալական կարգավիճակ, ենթակառուցվածքների իրավիճակ, զինված ուժերի կացություն։ Ու դուք ասում եք մեր պոտենցիալը, այդ 10 տարի էլ կարող է այդպես ողբանք մեր պոտենցիալը, եթե գործ չի արվելու։ Իմ ասածը ուրիշ բանի մասին է, ինչի չեք աշխատել։ Եվ ինչի եք Հայաստանի Հանրապետության ազգային շահերի դեմ գնացող քաղաքականություն իրականացնում։ Ինչի չեք աշխատել, որտեղ տգետներով հասել եք վերև։ Կարևոր առանցքային պաշտոնները տվել եք ձեր նման տգետներին, որ ձախողեք եւ տապալեք երկրի ռեհաբիլիտացիոն հանգամանքը։ Մոտավորապես 8-ից 10 հազարի հասնող պետական կառավարման համակարգի քաղծառայողների բանկա։ Սուրճ խմողների դասակարգ են, եզակիները կան, որ աշխատում են, այդ եզակիների վրա ամբողջ նախարարությունը ընկած է ուղղակի։ Այդ մարդկանց հնարավորությունն էլ բարձա պետքա սահմանափակ լինի, չէ՞։ Հիմա ձեր հարցը տեղավորվում է նրա մեջ։ Ունենք երկիր, որտեղ ապիկարները 30 տարի գործ չեն արել, թույլ ենք, խեղճ ենք, մեկը պիտի զավթի։ Լավ չի սրանք զավթեն։ Այդ կտարվածքով այո։ Չի, հիմա հերոստատիտողները, պարոն Սիմոնյան, ինձ կմեղադրեն, ձեզ չեմ ասում։ Իմ տեսակետը չի, ես տալիս եմ մեկնաբանությունը իրավիճակի, ասում են Ռուսաստանը այսպես ամբողջական ներմեցնում, ԱՄՆ-ն համաձայնել է 26%։ Սիրելի ունկնդիրներին ասեմ, որ իմ այս պոլեմիկան Էլիզայի հետ չի, Էլիզան հնչեցնում է այդ տարածված աղտեղությունը։ Հիմա այդ աղտեղությունը, որ ես քննադատում եմ, հետևյալի մասին է, որ ասում են Ժողովուրդ ջան,
91 թվականից երբ որ դուք բերեցիք Լևոն Տեր-Պետրոսյանին, որը հաղթած պարագայում կապիտալիզացնում էր պարտություն, հետո բերեց Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին գցեց ձեր ջանին, ու դուք չկարողացաք ազատվեք Ռոբերտ Քոչարյանից ու Սերժ Սարգսյանից, հետո հայտնվեց ինչ-որ մի հատ Նիկոլ Փաշինյան, որ եկավ ասեց Ժորժ ջան, այդ ազատությունը ձեզ տալիս եմ, հավատացինք, գնացինք, խաբվեցինք, ընկանք կակիստոկրատիայի ձեռգերի, գործ չարվեց։ 91 թվականից մինչև այսօր, ասում են դե Ժորժ ջան, դուք թույլ եք, անգեք, տլանգ եք, ինվալիդ եք, լալոշ եք, թլոշ եք, վատն եք, թույլ եք, խեղճ եք, տգետ եք, ապուշ եք, թրքասեր եք եւ այլն, ինչքան վատ արատ կա, անբարոյական եւ այլն, ասում են ենթադրենք, ու հիմա մեկը պիտի ձեզ զավթի։ Համար 1, ով է ուզում դառնալ միլիոնատեր խաղի նման, պետք է ձեզ զավթի թուրքը, պետք է ձեզ զավթի թուրքը, ռուսը, պետք է դե նույնն են թուրք-ռուս։ Հա, իրական։ Պետք է ձեզ զավթի պարսիկը, պետք է ձեզ զավթի ամերիկան։ Ավելի լավ չի զավթի ամերիկան։ Սրա աբսուրդը հասկանում եք դուք։ Մա Գուրգեն Սիմոնյան քաղաքական գործիչ է, ասում եմ մենք չպետք է զավթվենք, եղբայր։ Մենք պետք է համագործակցության հնարավորություններ ձևավորենք, այո, նաև Միացյալ Նահանգների հետ, Արևմուտքի հետ, Ֆրանսիայի հետ, եւ այլն, այն թշնամական ուղղություններներ, որոնք որ ձեզ ուզում են զավթեն, ձեր ինքնիշխանության դեմ անդադ հոխորտում են, այն ժամանակ երբ որ Գուրգեն Սիմոնյանը առաջիններից մեկն էր, եթե ոչ առաջինը, Հայաստանի Հանրապետության հանրայինի եթերում արտահայտեց, որ մենք հապկից պետքա դուրս գանք, այդ ժամանակ շատ-շատերը վախվորած էին խոսում այդ ուղղությամբ։ Թող ականջներին օղան են, տեսանյութը կա Աննայի եթերում։ Ինքն էլ ինձ ասեց չեք վախենում նման հայտարարություններ եք անում, ասեցի ոչ, վախենում եմ չնայած, բայց փաստը մնում է փաստ։ Դա եթե չեմ սխալվում կամ 22 թվականի նոյեմբերն էր կամ դեկտեմբեր է։ Սեպտեմբերյան այդ ահաբեկչական գործողություններից հետո, երբ որ Նենսի Փելոսին եկավ եւ գնաց։ Հիմա հապկից դուրս արի, եղբայր ջան, ազատի քեզ կապանքներից։ Փոխշահավետության հիմքի վրա հարաբերություններ ծավալի Միացյալ Նահանգների հետ, իսկ փոխշահավետության հիմքը կլինի, երբ որ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը Միացյալ Նահանգների կոնգրեսի հետ կսկսի հարաբերություններ հաստատել, ոչ թե վարչապետ նախագահ մակարդակում։ Միջազգային հարաբերություններում երկու աքսիոմա կա։ Այն ժամանակներում, երբ որ պետք է հապաղել, պետք է հապաղել։ Այն ժամանակներում, երբ որ պետք է շտապել, պետք է շտապել։ Եթե դու հապաղելու ժամանակներում շտապում ես, փորձանք ես բերում քեզ վրա։ Եթե դու շտապելու ժամանակներում հապաղում ես, կրկին փորձանք ես բերում քեզ վրա։ Հիմա այս ժամանակներում հապաղելու ժամանակն են։ Դուք ինչ եք ուզում հապճեպ իրականացնել, փաթաթել մեր պարանոցին։ Ժողովուրդ ջան, թույլ մի տվեք։ Ժողովուրդ ջան, այն զրույցը, որը որ տանում են, որ մեկը ձեզ ինչ որ մեկը պիտի զավթեր, որովհետև դուք ոնց ասեմ, անարժան եք, ավելի բան չնայած իրեն սրանք մեզ քոսոտի տեղ են դրել, որ մենք արժանի չենք անգամ ոչ լոտ ինչ որ քոչվորների հետ ոտ մեկնելու։ Դուք թույլ եք, ձեզ մեկը պիտի զավթի։ Ավելի լավ չի սրանք զավթեն, այդ են իրանք ասում։ Հիմա ստեղ ժողովուրդը պիտի հարց տա, իսկ ինչի ենք մենք թույլ, եղբայր։ Դեբիլ ենք, անգ ենք, տլանգ ենք, անբարոյական ենք, հիվանդ ենք, քոսոտ ենք, ինչ ենք թույլ։ Ինչի ենք թույլ։ Ինչի չես աշխատել։ Փող ես վերցրել, ինքդ քեզ էլ պարգևավճարներ ես տալիս, ինչի չես աշխատում։ Ինչի ենք թույլ։ 7 տարի անցել է, ինչի ենք թույլ։